ու մի հատ խաղ եղավ, որ մենք շատ ծիծաղալու էր մեր հա, sense մեր համարները շատ ծիծաղալու, որ նույնիսկ մինչև հիմա այդ դրա մասին խոսում են ինձ մարդիկ կան Ամերիկայում ասում են ես այդ քո այս խաղին եղել եմ։ Չգիտեմ 20 քանի տարի առաջ ա եղել։ Ու ինքը էլի այդտենց ոնց որ կրվել էինք, ասուցիտ էին արեսուդյաները, ինչպես sense էլի։ Ու ինձ կանչեց իր մոտ։ Վերջապես Դելո ջան, ինձ դու հյուր եկար։ Հիմա ես քեզ հարցեր տամ։ Հիմա արդեն դու իմ մոտ եղել ես, ես քեզ հարցեր տվել եմ։ Ահա, բայց ես տենց սուր հարցեր չունեմ տալու։ Ես ավելի բութ հարցեր տուր։ Բութ լավ մասնագիտական կլինի։ Ինչի՞ ծուզում ես։ Վերջերս նկատել եմ լավ ակտիվացել ես, ինչի է դա կապված քո այս փոփոխությունները, որովհետև դու Ամերիկա քիչ թե շատ վաղուց ես տեղափոխվել։ Ու բայց նոր ես ակտիվացել։ Ինչի է դա կապված քո ակտիվությունը, Դելո ջան։ Տեղափոխվել եմ արդեն ապրում եմ 10 տարի Ամերիկայում։ 10 տարի է։ Այսինքն հասունացա Ամերիկայում։ Մեծացար։ Շատ նույնիսկ։ Ակտիվությունը կարծում եմ ամեն ինչ ժամանակի հետ է կապված։ Ինչ որ լինում է քո հետ, ինձ թվում է ամեն ինչ պետքա լինի այն ժամանակ, երբ որ լինում է։ Ոչ մի բան, ժամանակին մի քիչ բան ունեի, շուտ պլանավորում, sense առաջ ժամանակից շուտ բաներ էի ուզում ձեռնարկեի անեի, որոնց ժամանակը դեռ հələ չէր հասել։ Ես այդ խնդիրը ունեցել եմ իմ մեջ, այդ շտապողականության, հա, երևի մի քիչ էլ կախված է, որ ես 6 ամսական եմ ծնվել, ինձ թվում է դրա հետ, հա, նու ես եմ երևի կապը ինքնախապեյություն ա եղել, բայց ամեն դեպքում ես ունեցել եմ այդ խնդիրը իմ մեջ, այդ շտապելու, ինչ որ չգիտեմ, ես կարող եմ ինչ որ մի բան մտածեմ, որը որ պետք է արվեր 10 տարի հետո։ Բայց ես այդ ժամանակ էդի սկսում էի անել։ Այդ օրինակներից մեկը հենց 3-3-ի մասին կարամ ասեմ, որ երբ որ նոր այդ ամեն ինչը սկսվում էր, ես ու Ֆելիքսը որ ամիրյան 18-ում դեռ նոր դեռ ասենք երկի բառերը, չգիտեմ, կոմպյուտերի մեջ sense հավաքվում էր։ Ես 2009 թիվն էր։ Ես այդ ժամանակ գնացի վերցրեցի 3 հարկանի ռեստորան, որ 333 քլաբ ռեստորան բացեցի։ Ինձ Ֆելիքսը ասում էր մի արա էլի, ասում էր հիմա դրա ժամանակը հիմա չի։ 10 տարի այն ինչ որ մենք անում ենք 10 տարի հետո նոր մարդիկ կիմանան, կհասկանան, կլսեն, տենց է լինել ու հիմա փաստացի ինքը ճիշտ էր։ Դե այո։ Ես այդ խնդիրը ունեցել եմ, հիմա չունեմ։ Հիմա շատ սիրում են, ես չէի սպասում ճիշտ ասած, երբ որ մենք հովանավորում ենք 3-3-ին եւ այսքան մեծ աժարտաժ անգամ չես հավատա, մինչեւ այս համերգը կկայանար եւ այլն, զանգում էին մեր գրասենյակ, հարցնում էին տոմսերը ոնց կարող ենք ձեռք բերել, որովհետեւ ինքս սկսել եմ լսել իրենց երգերը, երևի քո շնորհիվ։ Հա։ Շատ մարդիկ Ամերիկայում տենց ա եղել, ու ասեմ Հայաստանում իրանց բանակը շատ մեծ է։ Ամերիկայում հիմնականում այն մարդիկ են, ովքեր Հայաստանից եկած են։ Երիտասարդ ավելի ես կասեմ։ Ու ավելի երիտասարդներ ու հենց համերգի համար էլ միշտ զանգում են, ասում են տարիքային սահմանափակում չկար, որովհետև մենք հասկանում ենք, որ իրանց լսում են, նու մեծերն էլ են լսում, որովհետև իմ տարիքի մարդիկ են լսում։ Ուղղակի իրանց մասին երևի չգիտեն, որովհետև երբ որ ես իմացա լսեցի, նաև երգեր կային, որ դու քո շնորհիվ առաջինը թաքուն, ես թաքուն լսեցի, հասկացա, որ շատ տաղանդավոր խումբ է։ Որովհետև ուրիշ մակարդակ է լուրջ։ Ինքը չգիտեմ, ես դեռ рэպել չես կարող ասել, իրենք պոետներ են, sense մի բառով կարող եմ ասել։ Իրանք ամեն մեկը ուղղակի շատ կայացած արտիստ են, քանի որ ինքս եմ շատ դեպքում աշխատել իրանց գործի վրա, լավ կարող եմ ուսումնասիրել եմ լավ, ուղղակի որպես 333, 333, հենց այդպիսին մարդիկ չեն ճանաչում, թե չէ որպես անհատներ, բնականաբար բոլորն է DJ Սերժոյին էլ գիտեն, Ֆելիքսին էլ գիտեն, Մարեկին էլ գիտեն, բոլոր ու բանը, չգիտեմ, այդ մասը, որը որ իմ կյանքում հիմա ինչի եմ ակտիվ, որտեվ եկե հասել եմ մի հատ կետի, որ հասկացել եմ, եթե ինչ-որ բան ուզում ես քո կյանքում փոխվի, պետք է սկսես քեզանից։ Ու ես դա հասկանալով, գիտակցելով, ես սկսեցի ես իմ կյանքը փոխել ու ապրել ավելի հանգիստ, չմտածել, չլարվել, շատ չմտածել, ինչ-որ չշտապելը ամենաառաջինը, որտեվ հենց այդ ինձ խանգարել է միշտ իմ ամբողջ կյանքում, շտապելը։ Ու շատ բաներ, ես կարող եմ մի բան sense արդեն ինչ-որ մի բանի գործի ընթացքի մեջ էի, ուրիշ իդեա գար ինձ, այդ սաղ թողեի ու անցնեի այդ ինչ-որ բանի, որը որ պետքա լիներ, ասենք հիմա։ Բայց դե ես 7-8 տարի առաջ, ասենք ուզում էի հասնել դրան։ Ու այս տարի
այս տարի համար շատ կարևոր տարի էր 2024 թվականը, հենց առաջի օրվանից իմ կյանքում շատ հետաքրքիր փոփոխություններ տեղի ունեցավ ու դա էլ երևի հենց այդ ժամանակներ, որ պետքա լիներ։ Եղավ այն ինչ որ եղավ, ունեցա համ ձեռքբերումներ, համ կորուստ, բայց գիտեք ոնց ուժեղացա։ Ու հիմա ամեն ինչ շատ լավ։ Հիմա այնտեղ ես որտեղ որ պետքա լինես։ Ոնց ես քեզ տեսնում ապագայում, ուզում ես շարունակել քո բնակավարում որպես արտիստ ու առհասարակ ԱՄՆ-ում քեզ ավելի տեսնում ես, որ կարող ես առաջ գնալ որպես արտիստ, թե կուզենաս այլ բիզնեսներով զբաղվել, որոնք օրինակ ավելի հայրս զբաղվում են կամ, չգիտեմ, բիզնեսմեն դառնաս կամ ուրիշ մի բան, ինչ որ մի մասնագիտություն սովորես նոր։ Ես կարծում եմ, ես արդեն այնքան խելացի եմ, որ հասկանում եմ, որ եթե նույնիսկ ուրիշ բիզնես ես ուզում անես, ու դու արտիստ ես, մեկը մյուսին օգնում է, չի խանգարում։ Եթե ես եմ իմ բրենդը, ու որպես այդպեսին ես ոչ դերասանական կրթություն ունեմ, ոչ պրոդյուսերական կրթություն ունեմ, ոչ մի ինչ-որ հատուկ կրթություն ես ինքնուս եմ։ Ամբողջ կյանքս ես որ հիշում եմ հիմա որ նայում եմ, այն ինչով որ այս բանը ես զբաղվում եմ, հա, ես ինչ եմ անում, ես ունեմ team, ունեմ լավ production, ես Իսկ միգուցե մի հատ կարտ ներկայացնես ինչով ես զբաղվում, որտեղ Դելո բոլորը գիտեն, Դելոն դերասանը արտիստ է։ Արտուրիկն է։ Այո, Արտուրիկի շուտվանից արդեն ինքը չի, հա, Ղարիբն է։ Ղարիբն է։ Հա։ Դա որտեղ նայեք, մարդիկ ես շատ քիչ եմ երևի խոսում նրա մասին, թե ինչ եմ անում, որտեղ ես ավելի շատ սիրում եմ անել, քան թե ասել, երևի դրանից է։ Ու հիմա քանի որ տեղն է ասելու, ես ասեմ, ես այս բանին կա No Comment Production-ը, որը որ ստեղծել եմ 2020 թվականին, առանց մտածելու, թե ինքը ուրա գնալու։ Ես ուղղակի այդ անունը մեր կավենի թիմի անունն էր, որի էլի պրոդյուսերը ես եմ եղել։ Ես շատ փոքր ժամանակ, ես ասեմ, ես հիմա հասկանում եմ, այս ամեն ինչը իմ մեջ եղել է մանկուց, պլյուս ես նոր չեմ սկսել, հա։ Ես փոքր ժամանակ 13 տարեկան նկարվում էր, չէ՞։ Համ նկարվել է, համ այդ նկարվելու համար փող բերել է։ Որտեվ ես կավենի թիմ ունեինք, կավենը ուներ ծախսեր։ Սցենարի փող, չգիտեմ, երաժշտություն էին հավաքում, ինչ-որ նոր Գրիգոր Դանելյանն էր ստեղ, հիմա որ այստեղ լիներ, ամեն ինչ կփաստեր, որ ես այդ իմ փոքր տարիքում, չգիտեմ, գնում էի Դավիթ Հաշենի թաղապետարան, մտնում էի թաղապետի մոտ, ասում էի ինձ $200 փող տու, որ իմ կավենի թիմն է, Դավթաշենի անունն է։ Ու տալիս էին ու իրենց անունը գրում էի։ Այդտենց մինչև նույնիսկ ինձ մեր շատ սիրելի գեներալներից մեկը Վլադիմիր Գասպարյանն էր ժամանակին, որ շատ մարդիկ չգիտեն իմ ու իր հարաբերությունները կամ կապը ոնց է եղել, ու էլի հենց նույն ձև եղել, ինքն շատ սիրում էր որպես արտիստ, ու մենք բանը աղքատ թիմ էինք, որ մեծ շորերով վրեկներս, վատ էր ամեն ինչ։ Մենք մեր մրցակից թիմերը, ասենք համալսարաններ, Ժող ինստիտուտը, բան, իրանք ունեին իրանք ինստիտուտ են, իրանք բյուջեներով, իրանք ամեն ինչով։ Մենք Դավիթ Հաշենի թիմ էինք, ընկերներով հավաքվել էինք ու կավեն էինք անում, ու մի հատ խաղ եղավ, որ մենք շատ ծիծաղալու էր մեր, հա, sense մեր համարները շատ ծիծաղալու, որ նույնիսկ մինչև հիմա այդ դրա մասին խոսում են ինձ մարդիկ կան Ամերիկայում ասում են, ես այդ քո այս խաղին եղել եմ։ Չգիտեմ 20 քանի տարի առաջ ա եղել։ Ու ինքը էլի այդտենց ոնց որ կրվել էինք, ասուցիտ էին Արեսուդյանները, ինչպես sense էլի։ Ու ինձ կանչեց իր մոտ։ Կանչեց, ասաց, բա ի՞նչն է էլի քո խնդիրը, ի՞նչ է քեզ պետք։ Ինչն է պակաս։ Հա, ասացի, դե ինքն էլ ժամանակ Վլադիմիր Գասպարյանն է գեներալ։ Ասացի, բանը բալեշիկ չունեմ։ Որտեվ մենք չունեինք Դավիթ Հաշեն, ցենում, չգիտեմ, տնեցիկի բարեկամների վրա տոմս էինք ծախում, որ դե պետք է ունենաս, չէ, բալեշիկ։ Ու ասաց, այսօրվանից ես քո հետ եմ։ Ու այդ իր անունն էլ է գրվել։ Այդ օրվանից միշտ իմ հովանավորների մեջ գրվել է։ Հովանավորն է Վլադիմիր Գասպարյանը։ Ասածս ինչ է, ես չգիտեմ, իմ անկեղծությամբ երևի, որտեվ ես ինձ անկեղծ մարդ եմ համարում, ես չեմ կարող խոսամ։ Միշտ գնացել եմ ուղիղ, ոնց են ասում, պրյամոյ, հա, sense, ասել եմ ինչա ինձ պետք։
Բայց ասել եմ համել դրա դիմաց ես ինչ եմ տալիս։ Նույնը անում եմ հիմա լույս ջան։ Այո, այդ է ուզում ասել։ Հիմա ես որ մենք իրար համագործակցում ենք, ես անկեղծ ասում եմ լույս ջան, դուք ինձ տալիս եք էս, ես ձեզ դրա դիմաց տալիս եմ այդ։ Եթե դրանից ավել բան կտամ, այդ արդեն ոնց որ ես այդ իմ բանն է, բարության մեջ եմ մտնում, որտեվ այդ էլ եմ սիրում։ Ես սիրում եմ, որ եթե մի բան ասում եմ, մի քիչ կարող եմ ավել անեմ, այդ ավելն էլ եմ անում։ Այս բայդրությամբ ես ունեմ շատ լավ թիմ, իմ ընկերներին ողջունում եմ Stars Art Production-ը, որը որ մենք համագործակցում ենք No Comment-ի հետ, իրանք մեր ոնց որ video production մասը ապահովող, տաղանդավոր ուժեղ տղեկ են, ում հետ կապել ենք արդեն երևի 4 տարի միասին համ գովազդներ ենք նկարում, համ այս ոդկասթներ ենք նկարում։ Ես հաստատ ես նույն ինքնավստահությամբ այսօր այստեղ նստած։ Այո, այդ շատ կարևոր է, որովհետև խի այն ժամանակ ակտիվ չէի, որովհետև չես կարող անել այս աշխարհում ինչ-որ բան մենակով։ Անհնար է։ Այսինքն ես էլ բլոգեր չեմ, հա, որ Բա ինչի՞ չես։ Չի ստացվում իմ մոտ լույս, որտեվ իմ դաստիարակությունը այս աշխարհում ուրիշ կերպ է եղել։ Ես 19 տարեկան էի, ծառայության մեջ էի ու նույն Վլադիմիր Գասպարյանի շնորհիվ ինձ թույլ տրվեց, որ ես համել աշխատեմ Armenia TV-ից առաջարկ եղավ։ Ինքը ինձ այդ թույլտվությունը տվեց, որի համար մինչև հիմա ես իրան շնորհակալ եմ, մենք մինչև հիմա շատ լավ ընկերներ ենք։ Ես մտա Armenia TV, երբ որ Armenia TV-ն Real Madrid-ն էր, ասենց ասեմ, հա, որտեղ կային անուններ, Հայկո, Մտկո, բան, Հովոր, բոլորը մեգա աստղեր էին ու այդ ժամանակ ինտերնետ գոյություն չուներ, այսինքն կար TV ու վերջ։ Ու կար Armenia TV ու վերջ։ Դե որովհետև number 1 Armenia TV-ն եւ ու ես փոքր էի 19 տարեկան ու միանգամից ես ոնց որ այդ դժվար պատասխանատվությունն է, չէ, որ մտնում ես միտեղ, որտեղ բոլորը արդեն կայացած են ու դու պետքա քեզ գտնես, կարողանաս պահել, չգիտեմ, ռեյտինգա միանգամից գալի, փառքա գալի, ինչ որ քեզ դուսը ճանաչում են, պետք է մարդ մնաս։ Այդ էլ է դժվար, շատ մարդիկ այդ դրանից ոնց որ ես չգիտեմ, շեղվում են, մնում են տակը, այտենց արտահայտություն կար, չգիտեմ, աստղային հիվանդություն էին ասում եւ այլն։ Ես այդ ամեն ինչը փառքաստու չեմ ունեցել, որտեվ ես այդ սիրել եմ։ Ես չեմ արել նրա համար, որ ինձ ճանաչեն, որ ես հելնեմ դուսս ես մանգամ ու ուզենան, չգիտեմ, հետս նկարվեն, այն ժամանակ դա նկարվել չկար, որտեվ մաքսիմում ստորագրում էինք, հա, բան չկար էլի iPhone-ը։ Ճիշտ է, ես շատ սիրում եմ այդ ամեն ինչը, բայց դա ինքնանպատակ չի եղել նրա համար եմ ես արել, որ տենց լինի, ես սիրում եմ, ուղղակի սիրում եմ անել են, ու երբ որ հասնում ես միտեղ, հիմա 36 տարեկան եմ, հա, ու հիմա անում եմ այն ինչ որ սիրում եմ, դրա համար ամեն ինչ ավելի լավ է լինում։ Ես ամեն գործ արել եմ, Ամերիկայում գիտես ոնց է, ես եկել եմ, հա, որպես արտիստ կայացած ինչ որ չափով հայտնի, եկել եմ Ամերիկա, ինչ որ դեպքերի հիման վրա մնացել եմ ստեղ, էլի ոչ պլանավորած, ու այսինքն դրանից հետո հասկացա, որ չէ, մի րոպե, ստեղ հիմա պետք է երկար ապրեմ, համբերեմ, աշխատեմ, ու կգա այդ օրը, որ ես էլի կանեմ այն, ինչը որ սիրում եմ, ու հիմա փառքաստու, հենց հիմա այդ դրանով զբաղվում եմ։ Ոչ լես տենց էլ շարունակես։ Ու ավելի պետքա առաջ գնանք ու աճենք, մեծանանք, զարգանանք, որտեվ ես ամեն առավոտ որ արթնանում եմ, իմ մոտ սենց է, որ այսօր շնորհակալություն, որ այսօր բա կյանք ունեմ, շնորհակալություն բոլոր մարդկանց, ովքեր իմ կյանքում вообще կան, եղել են, մնացել են, գնացել են, կապ չունի, բոլորին շնորհակալ եմ։ Բոլորից ինչ որ բան սովորել ես։ Այսօր արթնացել ես, շնչում ես, առողջ ես, ունես անելիքներ, անում ես այդ անելիքները, մինչև օրը ավարտվում է։ Ու էլ չեմ պլանավորում, ինչ որ բայ հիմա 20 օր հետո ինչ պիտի անեմ, չկա էլ դրանք իմ մոտ։ Հաջորդ օրը արթնանում եմ ու նույն ձև։ Ինչքան էլ ասիր չես պլանավորում, բայց ունես երեխա, գիտեմ, Նարեկին շատ հրաշք մի հատ բալիկ, Հայաստան շուշուտ իր հետ գնում ես, նկատել եմ, բայց մտքեր կան տեղափոխվես Հայաստան կամ շատ ծնողներ ամենուր ասում են, որ կուզենայի հենց այդ middle school ասվածը մինչև high school երեխաները գնան Հայաստանում սովորեն, որովհետև կրթությունը այնտեղ ավելի լավ է։ Ինչ եմ սա հարցնում, որտեվ գիտես իմ ոդկասթի շրջանակը ադապտացիան ամենայով, իմիգրացիան։ Եվ ուզում եմ, որպեսզի մարդիկ այն կողմ մեր կամերաներից իրանք էլ լսեն քո տեսակետը ինչու՞ չէ որպես ծնող։ Սենց ասեմ, եթե որդուս հարցնենք, Նարեկին հենց հիմա ասեմ կգնաս Հայաստանում կապրես, ինքը ասում է հա։ Ինքը շատ է ուզում, անկեղծ։
Ես էլ անկեղծ կուզենայի, եթե քանի որ մի քիչ ես կարոտող papa եմ, հա, կուզեի ինքը Հայաստանում ինչ որ ժամանակ ապրեր։ Բայց մյուս կողմից մենք այնպես ստացվել չէ, որ ես 3 միլիոնանոց երկրից տեղափոխվել եմ 300 միլիոնանոց երկիր։ Այսինքն ու էտել եմ համարում, որ ամեն ինչ դիեզերքից է եկած։ Դու չես որոշում իրականում ոչ մի բան։ Ու եթե ին որոշումը դիեզերքը որոշել է, որ ես հիմա պետքա ստեղ լինեմ, իմ որդին ստեղ ծնվի, ուրեմն ստեղ էլ պետքա իմ պլանները կառուցեմ, որովհետև իմ համար չկա տենց բան, որ ինչ որ տեղն է որոշում, թե երեխա ոնց կմեծանա։ Դու որպես ծնող պետք է անես քո առավելագույնը ու իրան հանգիստ ու ազատ թողես։ Որովհետև կապ չունի ինչ տարիքում է երեխան, ինքը մարդ է։ Անհատական։ Ես հիմա իմ երեխային, արդեն երեխա էլ չեմ ուզում իրան ասեմ, իմ ընկերն է, էլի Նարեկը։ Ես հիմա իմ Delos House շոուն որ կա, ինքը կա, մասնակից է, չէ՞, մեջը։ Այսինքն Delos House-ին ինչ է նշանակում, Deloitte տունը։ Եթե Deloitte տունն է, ուրեմն Նարեկը այդ տան մեջ է։ Եթե ես սկզբից մի քիչ բան ունեի, բարձա չէ, ծնող ես, երեխա բանի մեջ եմ, այդ էլ եմ մեջս կոտրել, որ հիմա ես իրան բացարձակ ազատություն եմ տվել։ Ես իրան ասում եմ, ինչ ուզում ես արա, որովհետև ես վստահում եմ իրան։ Ու եթե այդ փոխադարձ վստահությունը կա, ծնող ու երեխա հարաբերությունների մեջ, կարծում եմ երբեք ոչ մի տարիքում դու խնդիր չես ունենա։ Որտեվ իմ համար կարևոր է, որ իմ տղան ինձ չխաբի։ Ամենակարևոր բանն է։ Եթե ինքը ինձ չխաբի, ինքը ինչ խնդիր ունենա, ես կարող եմ այդ խնդիրների լուծումը տամ։ Եթե խաբի, դժվար է լինելու։ Դա համար ես իրան շատ փոքր ժամանակվանից միշտ մենակ այդ եմ ասում։ Ասում եմ, ինչ ուզում ալնի, մենակ ինձ մի խաբի։ Դա շատ կարևոր է։ Դել ունեցել եմ հաճախորդներ, որ ինձ արձագանք է հետեկել, որ շատ հաճելի է ձեր ոդքասթները նայել, բան, ոնց որ ավելի խնդրանք, որ եթե ունեն մեզ հյուր, ով ունի բիզնես, հարցրահյուրի, օրինակ, ինչքան է հարկավոր բիզնես սկսելու համար։ Հիմա պարզա մենք չենք խոսում տարբեր բիզնեսների մասին, օրինակ, թեկուզ դու ունես այն դայեթը, կարելի ասել քոնն է այդ բիզնեսը, ինչքան է գիտեմ Նազիկ Ձոձյանը ամեն ինչ։ Մամայի միտքն է, մամայի ստեղծածն է, մամայի շատ տարիներ առաջվա, այսինքն ինքը ոչ թե գիտես ինքը նոր է դառնում բիզնես, որովհետև ինքը ավելի շատ մամայի միտքն էր, որ իր հաճախորդները ինքը հիվանդներ ասում, դե որտեղ մարդիկ ինչ որ հիվանդությանով են գալի, հա։ Իր հաճախորդները ովքեր գալիս են իր մոտ, ունեն խնդիր սխալ սնվելու։ Ու հետո որ գալիս էին մամայի մոտ, ասենք արդեն իր մասաժների, ինքը ոնց որ բան էր տալի, հա, չէր բռնում մեկը մյուսի հետ։ Այսինքն գալիս են մամայի մոտ մասաժ են ստանում, գնում են ինչ ուզում ուտում էին, հետո գալիս են ասում են չենք մի արում։ Մաման հասկացավ, որ պետք է ուրեմն մենք ստեղծենք մի բան, որ մարդիկ ուտեն առողջ, ուտեն, որտեվ այդ գույները, որ ստեղծվում, դա ուղղակի գույներ չեն։ Շատ մարդիկ ասում են դե երևի, չգիտեմ, բանի, մարքեթինգի համար արված, բայց իրականում, հա, տենց չի, իրականում այդ ամեն ինչը բժշկական, մամայի մեթոդը բժշկական է։ Մենք իրան որպես բիզնես չենք վերաբերվում, որ չգիտեմ, բոլորին նույն ուտելիքը ուղարկում ենք, ասում ենք կերեք անունն էլ բանա, չգիտեմ, առողջ սնունդ է, ոչ։ Այստեղ կա նախ ինդիվիդուալ մոտեցում, ամեն մարդու հետ առանձին խոսում է, ինքը շատ դժվար է։ Որպես բիզնես, sense անկեղծ ասեմ, ինքը դժվար է ռան անել իրան, որովհետև հիմա 30 մարդ է ուտում։ Ամեն մեկը սոխ ուտում է, մեկը չի ուտում, մեկը ջեսիմ սխտոր ուտում է, մեկը իրան մեկին կարելի է, մեկին չի կարելի, որտեղ մաման շատ խորն է դրան վերաբերվում, հասկանում ես, այսինքն իրան ես որպես բիզնես, որ նայես, հա, չգիտեմ, կարայինք նույն ուտելիքը բոլորին ուղարկենք, հեշտ, այդ ամեն ինչը էլի իր օգուտը կտար, հա, մեկը մամայինն է, մեկը գույները պահպանվում է, բայց մամայի մոտ այդ բանը կա, իդեալոգիան, որ ոչ, պիտի զանգեն, ես պիտի իմանամ ու մի քիչ ինքը հասցնել իրան, չգիտեմ, 1000 հոգի
կերակրել այս մեթոդով, մի քիչ արդեն իրանց տեխնիկական բարդությունները առաջանում, որի մասին հիմիկվանից արդեն մտածում եմ, չգիտեմ, ափը պատրաստեմ, ինչ որ մարդիկ արդեն իրանց այն ինչ որ իրանց մոտ կա, իրանք մտնեն, որ այդ ամեն ինչ չի կարող աման 1000 հոգու հետ խոսալ։ Դե բնականաբար ժամանակա ու ռեսուրսներ։ Բայց կարծում ես, որ եթե ունեն մարդիկ օրինակ 150,000, կարող են բիզնես սկսել այստեղ ԱՄՆ-ում։ Իսկ թվում է մարդ $1000 է կարող բիզնես սկսի, կարևորը ցանկությունն է։ Ես չգիտեմ, որտեվ օրինակներ կան տարբեր, թե մարդիկ ոնց են, չէ, ինչ որ մի բանից հասել, ինչ որ մի բանի, ինձ թվում է ամենակարևորը այս ամեն ինչի մեջ դա դու քո մեջ այդ հավատն է, այն ինչին դու հավատում ես ու նպատակ ես դնում քո դեմ ու գնում ես այդ նպատակի հետևից։ Առանց նայելու աչ ու ձախ, առանց որտեվ եթե թեկուզ հարազատ մարդիկ քեզ կարող է սխալ խորհուրդներ տան։ Իրանք չուզենան քեզ նեղացնեն, բայց նեղացնեն։ Սենց բաներ կա, որոնք որ հիմա ես կարող եմ մի քիչ չգիտեմ շատ մարդիկ հիմա նայեն, ասեն, բան չգիտեմ, մեծա մտածելա կամ ինչ-որ բան ա դարել, ես եկել եմ այն կետին, որ ես այն ինչը որ ուզում եմ անեմ, ես անում եմ։ Միշտ եմ տենց եղել։ Հիմա ավելի լուրջ եմ այդ ամեն ինչին մոտիկ անում, որովհետև հասկանում եմ, որ չպիտի նայես ոչ մեկին, ոչ մեկի կարծիքին։ Ուղղակի պիտի անես այն ինչը որ դու պետք է անես, ուզում ես անես, հավատում ես դու քեզ ու ստացվում է։ Ապագայում մտքեր կան նոր արտիստներ, որպես դու, դե չէ որ 3-3-ին դու ես պրոդյուսեր եւ բերեցի։ Ես ոչ օֆիցիալ, ասենց ասեմ, օֆիցիալ պրոդյուսեր 333-ը առայժմ չունի։ Որովհետև այնտեղ մի քիչ խառն է այդ ամեն ինչը, էլի։ Բայց Ամերիկայի համերգի պրոդյուսերը բնականաբար ես եմ ու ունեմ շատ պլաններ, հա, ուրիշ բաներ անելու։ Ունենք նոր տարվա հետաքրքիր երեկո, որը որ առաջին անգամ այս տարի նոր տարվա գիշերը Ավրորա բանկետ հոլում ունենալու ենք հետը շատ լավ շոու ծրագիր, որտեղ Արսեն Գրիգորյանը, Մարտա Կիրակոսյանը, Միրանց Ծառուկյանը, Արփիկ Ապրելյանը, հա, հետաքրքիր արտիստներով ու ես սենց թեթև փոքրիկ տենց բան ասեմ, ճակերտ բացեմ, որ ես պլանավորում եմ, քանի որ ես ինքս իմ կարիերան սկսվել է բեմից։ Ու ես իրականում ամենաշատը սիրել եմ բեմը։ Բեմի վարդ ես։ Հա, որովհետև ես ԿՎՆ-ի ժամանակներից դեռ ես սիրում էի այդ ադաչան հանդիսատեսի, երբ որ դու այդ պահին ասում ես, այդ պահին ծիծաղում են, այդ պահին ծափահարում են, դրանից լավ հաճույք երևի աշխարհում գոյություն չունի իմ համար։ Հիմա ասում եմ ջանս փշակաղում է, հիշում եմ էլ այդ օրերը։ Ու ուզում եմ ոնց որ sense փոքրիկ քայլերով հետ գամ այդ ամեն ինչին, որտեվ դա է իմը։ Ես ինչքան էլ էկրանները, չգիտեմ, գովազ նկարել է, գովազում նկարվել է։ Ինձ մաստեղ միշտ որ շատ ասում են բան, ռեկլամի տղա, որտեվ շատ գովազներ եմ նկարվում։ Ռեկլամ ես բան Էդոյի Նազոյի տղան եմ, ամենայն դեպս, բայց այդ ուրիշ մասնագիտություն, ոնց ասեմ, այդ ուրիշ հաճույք է, որ դու, չգիտեմ, միտք է գալի ու այնպես հետաքրքիր բան կա, որ միտքը իրականում միշտ երբ որ գալիս է առաջինը ինչ որ գալիս ու դա իրականացնում ես ու ելի եմ իմ ընկերներին ասում շնորհակալություն, իրենք շատ տաղանդավոր են, որովհետև ամեն մարդ չի կարողանում քո միտքը ճիշտ նկարել, ճիշտ դա մատուցել որպես պրոդուկտ։ Որտեվ դու կարաս թույն միտք ունենաս, բայց չգիտեմ, մի հատ ինչ-որ մարդկանց ասես գան նկարեն այդ ամեն ինչը ու ասես բեկալես, չգիտեմ, գցես ասես ջնջեք թող գնա։ Այդ շատ կարևոր մաս է, բայց իմ որպես Վահագ Ստեփանյան դելո ես սիրում եմ բեմը։ Ու այս նոր տարվա այդ միջոցառմանը ես անելու եմ մի փոքրիկ փորձ, ինչից հետո արդեն մյուս տարի արդեն կտենանք ոնց ենք բեմ վերադառնում։ Այնքան հաճելի է վերջերս ինչքան հյուր ունենում եմ, իրականում անգամ կարող է կամերայից այն կողմից չի երևում, բայց իմ հյուրերի աչքերում երևում է իրենք իրանց գործը ինչքան շատ են սիրում։ Եվ ես էլ այսքան տարի ապրելուց հետո հասկացել եմ, եթե դու մի բան շատ ես սիրում ու սիրով ես անում, այդ չի կարող հաջողության չհասնի, կարող է մի ամիս չհասնի, 2 ամիս, բայց մի տարի հետո հաստատ կհասնի, այո։ Ամենակարևորը, հենց այդ համբերելն է։ Ու ես քանի որ իմ համար դժվար է եղել այդ հասկանում ես, ես հիմա խեմ sense խոսում, որովհետև Իսկ թվում է բոլորիս է դժվար եղել։ Դժվար է այդ համբերելը։ Որտեղ դու ուզում ես ամեն ինչ հիմա որ դու մտածում ես որ բայց թողես տիեզերքին, հենց թողում ես, sense հերթով գնում է։ Ու դու ուղակի պետք է անես, այն ինչը որ պետք է անես այդ օրը, այդ պահ հիմա, մենք հիմա ենք ապրում։ Լույս վաղը չկա։ Դե վաղը չգիտենք ինչ կլինի։ Վաղը չկա։
իրականում չկա։ Երեքն էլ արդեն անցել է։ Վերջ։ Հուշերով էլ սխալ է ապրելը։ Պետք է ապրենք հիմա շատ լավ է։ Առողջ ենք, ամեն ինչ լավ է, ունենք շատ պլաններ, որոնց քայլերը պետք է անես ամեն օր։ Այո, եւ Աստված մեր հետ։ Այո։ Ապրես դել ժամանակար, շատ հաճելի էր։ Սենց անկեղծ երբեք չէր եղել, հագիստ նստեինք խոսայինք։ Միշտ գործով ենք խոսում։ Կամ հաց ենք ուտում։ Կամ հաց ենք ուտում։ Շնորհակալ եմ շատ։ Ձեզ էլ մերսի։